Ամեն անգամ բարձրանալիս չգիտենք տեղ կհասնենք, թե ոչ։ Արցախի փողոցի 8 կոտորակ 3 շենքի բնակիչներն ամեն օր վերելակից օգտվելիս խաչակնքվում են։ Երկու վերելակներից մեկը չի աշխատում, իսկ մյուսի անսարքության պատճառով շատերը տանից դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Հերու տնից, միած քո արարողությունն է, մարդի վիճակի իր հանգուցյալ ինչը բերի իր տնից հանի։ Շենքում անսարք վերելակն անվանել են կախարդական, հարկ եղած դեպքում տեսուչի ձեռքի մեկ հնարքով գործի է դրվում։ Նույն պետք է լիֆտով ճիկին գումար են տալի, որ վեժ բարձրացնեն, բայց այնպես լիֆտը չի աշխատում։ Ասում են արդեն 15 տարի է պայքարում են խնդրի լուծման համար։ Քաղաքապետարանի պատասխանը հստակ է եղել։ Անհրաժեշտ է $30,000 դուրս գրել բյուջեից, ինչն առայժմ դուրս է պլաններից։ Մի տարվա փող մուծում եմ, 6 ամսվա փողը մուծում եմ, սպասարման վարձը։ Դե թողան սարքին, ինչի չեն սարքում։ Բացարձակապես դուրս է անգել տեղից։ Երեխայա ոտքը կարող է մտցնել, չէ, ձեռքը կարող է մտցնել, որտեղ ամբողջ բանը քանդված է պատին։ Քարերը թափվել է, լիֆտը մնացել է մի կես մասով։ Նման իրավիճակում այնուամենայնիվ չի հաջողվել խուսափել դժբախտ պատահարից, բայց դա էլ կարծես չի սթափեցրել համատիրությանը։ 40 տարեկան կինը լիֆտը բացվել է ու չի իմացել, որ լիֆտը չի եկել։ 4-րդ հարկից ընկել աներքև ու մահացել։ Մի շաբաթ առաջ փեսած երկու ուրիշ հոգի կաբելը կտրվեց հրաշքով, Աստծո հրաշքով փրկվեցին։ Համատիրության ղեկավար Վերա Սարգսյանը պարզաբանեց, որ կաբելների խնդիրն արդեն լուծվել է, սակայն թաղամասում խնդիրների պակաս չկա։ Քամոտ եղանակին երեխաները ստիպված են լինում շնչել բակի խաղահրապարակի ավազի փոշին։ Այս ամենից զատ արդեն բավական ժամանակ է շենքի մուտքը վերածվել է աղբանոցի։ Շքամուտքում գրեթե ամեն օր կարելի է հանդիպել սատկած առնետների։ Տիկին Սարգսյանն անակնկալի եկավ լսելով աղբանոցի մասին, ասաց, որ տեղյակ չէ այդ խնդրին։ Իսկ ինչ վերաբերում է առնետներին, համատիրությունը կրծողների դեմ պայքարում է դեղերով։ Կռիսը մտել, այսպես գասենց են կանում, փախնում։ Մտնում է սատկում կռիսները։ Էստեղից կախված։ Բոմժերը գալի մտնում են ու ինչ պետք է հանում են մեջի, ձիբիլը տարածում են ամբողջ տարածքում ու թողնում գնում են։ 37 տարվա ընթացքում 4-րդ կարգի վթարային շենքում որևէ նորոգում չի կատարվել։ Սակայն վերջերս հարսանեկան արարողության համար սեփական ուժերով նորոգել են առաջին 3 հարկերը, ինչպես իրենք են նշում, որպեսզի խնամիների մոտամոտով չմնան։ Դավո, էս պածես, նո։ Հա։ Յախքին չել կեղտոտ պածես դա։ Խնդիրները շատ են, սակայն բնակիչների խնդրանքն առայժմ մեկն է՝ նախ եւ առաջ գործի դնել նոր վերելակ։ Անի Օհանյան, Նարեկ Եղիազարյան, Կարեն Թադևոսյան, այսօր։